Ողջույն Front TV-ի հարգելի հետևորդներ, այսօր իմ հյուրն է համահայկական ճակատ շարժման անդամ, պատմաբան, Արցախի նախկին կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Անահիտ Հակոբյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Հակոբյան, այսօր մեր թեման մայիսյան հաղթանակներն են և առաջին հարցս, ըստ ձեզ ինչ նշանակություն ունի Սարդարապատի հաղթանակը մեր հայ ժողովրդի համար և այսօր էլ ասում են, որ երկրում իրավիճակը սարդարապատային է։ Սարդարապատի ճակատամարտը ընդհանրապես մայիսյան հերոսամարտերը դա կարելի ասած Հայաստանի անկախության վերականգնման գրավականն են։ Այ ինչ վիճակ մենք ունեինք 1918 թվականին, այսինքն մեկ դարից ավել ժամանակահատված է անցել Սարդարապատից եւ ինչ վիճակ ունենք այսօր։ Այն կարելի է համատականներ անցկացնել, զուգահեռականներ անցկացնել, իրոք վիճակը նման է 1918 թվականին, այն առումով, որ այդ ժամանակահատվածում մենք ունեինք վտանգ հայոց հայկական տարածքների կորստի, այժմ էլ է Հայաստանի Հանրապետությունը կանգնած հայկական տարածքների կորստի վտանգի առջև։ Ի տարբերություն այն հանգամանքի, որ 1918 թվականին մենք ունեինք առաջին աշխարհամարտ ռազմական գործողություններ, Կովկասյան ռազմաճակատ, ունեինք Ռուսաստանում աշխարհաքաղաքական հոգություններ, փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն, հոկտեմբերյան հեղափոխություն, բոլշևիկյան խորհրդային իշխանության ընդունած առաջին հրովարտակներ, դեկրետներ, հողի հաշտության եւ Ռուսաստանի ժողովուրդների, քաղաքացիների իրավունքների հռչակագիր ունենք, որի արդյունքում ունեցանք Կովկասյան մերկացող ռազմաճակատ, արդյունքում անպաշտպան հայ-թուրքական սահման։ Կարելի ասած ռուսական 300,000-անոց բանակից մնաց ընդամենը մոտ 100,000-ը, այն էլ մեծամասամբ հայեր, ովքեր չկարողացան լքել ռազմաճակատը, տուն վերադառնալ եւ մեծամասնությունը ստիպված էր համալրել նաեւ Բաքվի կոմունայի շարքերը։ Բայց ինչ ունեցանք մենք դրա արդյունքում։ Հայկական առանձին բանակային կորպուսի ստեղծում, նախապես ունեինք փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխության արդյունքում Անդրկովկասյան հատուկ կոմիտե, ապա Անդրկովկասի Սեյմ օրենսդիր մարմին, նաև 1917 թվականի դեկտեմբերի 5-ին Երզնկայի զինադադար ռուսական եւ թուրքական հրամանատարությունների միջև։ Բայց այդ զինադադարը թեպետև ստորագրվեց 1918 թվականի հունվարի 28-ին օրտոմարով փետրվարի 10-ին թուրքական բանակը սրընթաց կերպով վերսկսեց ռազմական գործողություններ։ Արդյունքում մենք ունեինք ռուս-թուրքական ռազմական գործողություններ, որի վերաճումը անդրկովկասյա թուրքական ռազմական գործողությունների, այսինքն Թուրքիան միանշանակ դիկտում էր Անդրկովկասի անջատում Ռուսաստանից, որպեսզի իր նպատակները իրականություն դառնան, թուրքական կողմից հայկական տարածքների գրավում եւ այդ տարածքների գրաման արդյունքում նաեւ ունենք Էնվերի հայտարարություն, որ անհրաժեշտ է անպայման օգտագործել այս պահը եւ վերջ դնել հայկական հարցի լուծմանը, այսինքն լիովին ոչնչացնել արևելահայությանը։ Գիտենք, որ 1914-16 թվականներին տեղի ունեցել հայոց մեծ ցեղասպանություն, արդյունքում հայոց մեծ եղերդ 1918 թվականի ապրիլի 24-ին ընդունված, բայց այնուամենայնիվ 100,000-ով հայեր ապաստան էին գտել Արևելյան Հայաստանում եւ Սարդարապատը դա այն կարելի ասած մեր գոյության այնպիսի գրավական է, որտեղ կանգնեցվեց թուրքերի առաջխաղացումը։ Մենք գիտենք, որ ապրիլի 12-ին 1918 թվականին անհապաղ պահանջվել է Կարսը դատարկել եւ հանձնել թուրքերին։ Օդիշիից մենք գիտենք, որ թուրքերը ունեն բազմաթիվ կապեր, իրենք նման կերպ իրենց քաղաքականությունը իրականացնում են, ում քույրը Վեհիբ Փաշայի կինն էր, պահանջել է որպեսզի դատարկել Կարսը, նաև չխնկելուց պահանջ է ստացել Թոմաս Նազարպետյանը, հայոց առանձին բանակային կորպուսի հրամանատարը, ով ստիպված էր Կարսը հանձնել թուրքերին։
նայ կարսը հանձնես թուրքերին, թուրքերը դրանով չսահմանափակվեցին։ Իրենք շարունակեցին իրենց արշավանքը դեպի Ալեքսանդրապոլ մայիսի 15-ին։ Եվ արդյունքում մենք ունեցանք հայկական տարածքների կորուստ եւ կանգնեցինք Արևելյան Հայաստանը կորցնելու փաստացի վտանգի առջև։ Կորցրել ենք Արևմտյան Հայաստանը, հերիք չէ, կորցրել ենք Արևելյան Հայաստանի մի մեծ հատվածը եւ կանգնել ենք եղած գոյություն ունեցած փոքր հատվածի նաև կորստի վտանգի առջև եւ մայիսի 21-ին երբ թուրքերը գրավեցին Սարդարապատը, մայիսի 22-ին հայերը ինքնակազմակերպեցին ու այն որ Արամ Մանուկյանը Վանի փրկիչը 1915 թվականի նաև Երևանի դիկտատորը Արամ Մանուկյանը ժամանել էր ամենայն հայոց վեհարան եւ Գևորգ Տոփսեցուն խնդրել որ թողնի լքի էջմիածինը ապահովար տեղափոխելու, ապա դրան հետևել էր Մովսես Սիլիկյանի այցը, սակայն Գևորգ Տոփսեցին համազգային տագնապ հայտարարել եւ հենց դրա շնորհիվ հնարավոր եղավ ինքնակազմակերպել համախմբել եւ մայիսի 23-ին հակահարձակման անցնելով հետ գրավել Սարդարապատ գյուղն ու կայարանը։ Մայիսի 22-ից մինչև 28-ը Սարդարապատում, մայիսի 23-ից մինչև 29-ը Բաշապարանում, ապա 25-ից մինչև 29-ը Ղարաքիլիսայում ընթացան հերոսամարտեր։ Ճիշտ է, հիմա մենք համեմատում ենք Սարդարապատյան այդ նախորդին գոյություն ունեցող իրավիճակի հետ, որովհետև Սարդարապատում կար ազգային միասնություն, համախմբվածություն եւ եթե այսօր էլ մենք կարողանանք ազգովին համախմբվել, ունենանք միասնություն, կկարողանանք պահպանել մեր պետականությունը, մեր տարածքները եւ ունենալ նաեւ հզոր բանակ, ուժեղ բանակ, որտեվ հզոր բանակն է կանխորոշիչը պետականության։ Եթե այսօր Ադրբեջանը պահանջներ է ներկայացնում մի քանի գյուղ, վաղը մի 10 գյուղ կամ հաջորդ օրը մեկ գյուղ, ապա տարածքային զիջումներ կատարելով մենք չենք կարող կայուն իրավիճակ խաղաղություն ապահովել տարածաշրջանում, ինչպես տեսանք նաև Սարդարապատում, որտեղ Սարդարապատում էր այդպես, նույնիսկ Անդրկովկասյան Սեյմը մարտի 1-ից մինչև ապրիլի 1-ը թուրքերի կողմից նախորդին գրաված Տրապիզոնում բնակցություններ վարելով եւ դրանից հետո ապրիլի 22-ին հռչակելով Անդրկովկասի Դաշնային դեմոկրատական հանրապետություն, գիտեք թուրքերը ինչպես են արձանագրել այդ փաստին, ասում են, գիտեք Անդրկովկասյան Սեյմ, մենք համամիտ ենք որ դուք Ռուսաստանի հետ կապ չունեք, մենք ձեզ հետ կկնքենք խաղաղության պայմանագիր, բայց միայն այն դեպքում, երբ զորքերը վերադառնան 1877 թվականի սահմանագիծը, այսինքն տարածքները կգրավենք, կվերադառնանք նահանջ կիրականացվի, այդ դեպքում կընկնենք խաղաղություն։ Այսօր էլ է այդպես, Ադրբեջանը ասում է խաղաղություն, 17 կետեր է ներկայացվում, որը հրապարակված չէ, մենք չգիտենք այդ բոլոր 17 կետերի բովանդակությունը, թեպետև կանխազգում է, կանխատեսում ենք այն, համենայն դեպս վաղը իր զիջումները ստանալով ինքը նոր պահանջ կթելադրի։ Տիկին Հակոբյան մայիսյան հաղթանակները մսխողները իրար հերթ չտալով կայցելեն Սարդարապատ եւ հենց իրենց այցի ժամանակ հասարակ քաղաքացիների դիմաց ճանապարհը փակ կլինի ընդհանրապես եւ առհասարակ Սարդարապատի նշանակություն իրենց համար Սարդարապատը ինչ նշանակություն ունի մայիսյան հաղթանակները մսխողների մասին է խոսքը իհարկե մեր իշխանավորների համար ես չգիտեմ ինչպիսի գաղափարներ կամ ինչպիսի զգացմունքներ այն ծնում նրանց մոտ, բայց ժողովրդի համար այն բավականին ջերմ ազգանպաստ հայրենասիրական գաղափարներ է, որտեղ մայիսյան հերոսամարտերի շնորհիվ է, որ մենք ունեցանք համախմբվածություն, այն հայ ժողովրդի պատմության մեջ եզակի էջերից է, որտեղ ունեցանք ազգային համախմբվածություն, հայ ժողովուրդը որքի կանգնեց իր տարածքային ամբողջականություն
պաշտպանելու համար առանց սեռի, առանց տարիքի խտրականության, առանց պաշտոնի, այսինքն այնտեղ չէր երևում հասարակգյուղացի է, պաշտոնյա է, բժիշկ է, գիտնական է, թե ով է, ողջ ժողովուրդը ոտքի կանգնեց հայոց երկիրը պաշտպանելու համար, այսինքն այս պայքարը համազգային էր, համաժողովրդական էր, այն ժողովրդի համար կարևոր նշանակություն ուներ, այստեղ չէր երևում արցախցի է կռվողը, սյունեցի է կռվողը, իգդիրցի է, Կառնայ եզդիական հեծյալ Զորագունդ, երբ Գևորգ Տոկեսեցին հայտարարեց, որ ինքը կընկնի խորանի առջև, բայց չի լքի Սուրբ Էջմիածինը, նրան ի պաշտպանություն հանդես եկան Ղարաբաղցի երկու գնդապետներ Դանիել Բեկ և Պողոս Բեկ Փիրումյանները, Պողոս Բեկ Փիրումյանը իր մահապարտների գնդով, որը մահուավեր պիտի տաներ Արարատյան դաշտ ներխուժած թուրքական զորքին, թուրքերը մենք գիտենք, որ Հայաստանի դեմ կենտրոնացրել էր Կարս զորամիավորումը 50,000 անոց, ընդհանուր իրենց ուժերը կազմում էր մոտ 60,000, 7 դիվիզիա էին կենտրոնացրել, 2 հարավից և 5 Կարս զորամիավորումը հյուսից հարձակվելու համար, և դրան պիտի դիմակայեր ընդամենը 15-ից 20,000 անոց զորախմբեր, զորամասեր, հատկանշական է այն հանգամանքը, որ Սարդարապատում և Բաշապարանում կրվեցին նաև կանոնավոր զորախմբեր, թեպետև մեծ էր ոգևորությունը ժողովրդի մեջ, կամավորները գալիս էին և նույնիսկ ստիպված էին մի պահ կասեցնել կամավորների հավաքագրման գործընթացը, և այդ էր կարևոր պատճառը նաև, որ մենք Սարդարապատում և Բաշապարանում խոշոր հաղթանակ ունեցանք, որտեղ ժողովուրդը թիկունք կանգնեց բանակին, իսկ այ Ղարաչիլիսայում հավանական է, որ Սարդարապատի և Բաշապարանի հերոսամարտերից արդեն հոգնած հայ բնակչությունը չկարողացավ դիմակայել թուրքերի ճնշմանը, և թուրքերը ներխուժեցին ու կոտորած իրականացրին Ղարաքիլիսայում, սակայն մի քանի օր Ղարաքիլիսայում հայերը այնպիսի քաջությամբ, այնպիսի խիզախությամբ կռվեցին, որ նույնիսկ մայիսի 27-ին, երբ թուրքական պատվիրակության ղեկավար Խալիլ Բեյը Վեհբ Փաշայի հետ սպառնալիքներով էր խոսում հայերի հետ, հայկական պատվիրակության հետ, և նույնիսկ նրանց սպառնում էր, որ իրենք հաղթում են ռազմի դաշտում, իրենք պիտի իրենց կամքը թելադրեն, ապա նրանք ստիպված էին վայրիվերումներով արդեն խոսել, նույնիսկ համակերպվել այն հանգամանքի հետ, որ նույնիսկ իրենք համաձայն են հայոց պետականություն տեսնել իրենց կողքին, հետևաբար մայիսյան հերոսամարտերը սրանք անգնահատելի են, սրանք այն հերոսամարտերն են, և արդյունքում մեր ունեցած հայոց պետականության վերականգնումը մենք մայիսի 26-ին ունեցանք Անդրկովկասյան Սեյմի փլուզում, որտեղ վրաց պատգամավորների ճնշող մեծամասնությունը կողմ քվեարկեց Սեյմի փլուզմանը, մայիսի 27-ին ունեցանք արևելաիսլամական Կովկասյան հանրապետություն Ադրբեջան անունով պետության ստեղծում, պատկերացնում եք այն, որ Էնվեր Փաշան նպատակ էր դրել երկու կարևոր հարց լուծել առաջին աշխարհամարտի արդյունքում, ելնելով այն հանգամանքից, որ ռազմական գործողություններում իրենք պարտություններ էին կրում, և այդ երկու կարևոր խնդիրը, դա մեկը Արևելյան Հայաստանի բնակչության բնաջնջումն էր, իսկ երկրորդ մուսուլմանական պետության ստեղծումը, առաջինում իրենց նպատակին չհասան, երկրորդում իհարկե կարողացան ճեղքել շրջափակման օղակ, հասան մինչև Գանձավ և կերտել իրենց երկրորդ մուսուլմանական պետությունը Ադրբեջան անվամբ, և Սեյմի հենց փլուզումից հետո մայիսի 28-ին ունեցանք հայոց առաջին հանրապետության հռչակում, պետականության վերականգնում, որը կարողացավ պատմական բերումով ռազմաքաղաքական ղեկավարությունը Հայաստանի առաջին հանրապետության դարձավ առաջին աշխարհամարտի կողմ, որտեղ Ռուսաստանը դուրս էր եկել հեղափոխությունների պատճառով պատերազմից, և ամենակարևորը, որ ինքը նրան էր արդեն իրավունք վերապահված
Կովկասյան ռազմաճակատի պաշտպանությունը կարողացավ այդ գործնել իր վրա վերցնել եւ արդյունքում որպես Անտանտի փոքր դաշնակից երկիր, որպես հաղթող պետություն Հայաստանը կարողացավ Անտանտի պետությունների կողմից իրավական ճանաչում գտնել եւ իրեն վերապահված օրինական իրավական ձևակերպումներով ստանալ Սևրի պայմանագիր Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահման 160,000 քառակուսի կիլոմետր տարածքով։ Ահա սա է մեր Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմանը 160,000 քառակուսի կիլոմետր տարածքը Տրապիզոն նավահանգստով ելքով դեպի Սև ծով, որը Անտանտի պետությունների կողմից ճանաչված է, սահմանը գծված է 1920 թվականի նոյեմբերի 22-ին ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի եւ նրա որդու կողմից իրականացված են այդ կողմը, որ այն իրականություն չի դառել, բայց ամենայն դեպս Հայաստանը ունի միջազգայինորեն ճանաչված սահման։ Ու այդ հերոսամարտերում, երբ մենք ունեցանք փառավոր էջ հայ ժողովրդի պատմության, Սարդարապատ, Բաշ-Ապարան եւ 20-րդ դարի ավարայր Ղարաքիլիսա, որպեսի բնութագրել է այս ճակատամարտը Ավետիս Ահարոնյանը, Ղարաքիլիսայում մենք պարտություն գրեցինք, ըստ որոշ պատմաբանների կարծիքի, հավանաբար այստեղ զգալի էր այն հանգամանքը, որ ժողովուրդը թիկունք չկանգնեց բանակին, պատճառները բավականին շատ են, համենայն դեպս Կարսի հանձնումից եւ Ալեքսանդրապոլի գրավումից հետո Կարսը նշեմ, ընդգծեմ, որ խաղաղ ճանապարհով հանձնվեց, զիջեցին առանց որևէ կրակոցի, որտեղ հրաման էր ստացված, Կարսի եւ Ալեքսանդրապոլի բնակչության գաղթը, արտագաղթը լորված ձորով բացասական անդրադարձ ունեցավ Ղարաքիլիսայի բնակչության վրա եւ այստեղ բնակչության ողջավորում չունեցանք եւ նրանք չկարողացան ինքնակազմակերպվել եւ համապատասխան հարված հասցնել, բայց այս հերոսամարտերի արդյունքում փրկեցինք Արևելյան Հայաստանի մի փոքրիկ հատվածը, ունեցանք պետականությունը եւ փրկեց նաեւ հայության այն հատվածը, որը հայոց մեծ ցեղասպանությունից հետո ապաստանել գտեր Արևելյան Հայաստանում։ Դե ինչ, շնորհակալ եմ այսօրվա հարցազրույցի համար, դեռ կհանդիպենք։ Իսկ ես հիշեցնում եմ, որ իմ հյուրն էր պատմաբան, համահայկական ճակատ շարժման անդամ Անահիտ Հակոբյանը։ Կհանդիպենք։